Մարդիկ հավաքվեցին, հազարավոր մարդիկ հավաքվեցին օդանավակայանում կես գիշերը վեհաբարին դիմավորելու համար, առաջինը դուք եք նման կոչ արել։ Ես ճիշտ եմ արձանագրել։ Կարևոր չի ով է առաջինը կոչ արել։ Ճիշտ եք արձանագրել, բայց դա իմ կոչը չի։ Դա ես միլիոնավոր հետևորդներից եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Ես ուրիշ բանի համար եմ դա ֆիքսում։ Տեսեք, ես որևէ կերպ չեմ ասում այո ես եմ արել, որովհետև չեմ ուզում որ այդ process-ը որևէ քաղաքական հիմք ունենա։ Բագրատ Սրբազանի շարժմանը դեմ եք։ Եթե չեք ուզում որ եկեղեցին Բագրատ Սրբազանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը որոշել է որ պետք է հանդես գա ընդդիմադիր դիրքերից։ Ցանկացած ընդդիմադիր, ով գործում է այս իշխանությունների դեմ, ես այդ որ եկեղեցական է դուրս եկել այդ պայքարին դրան ոնց եք վերաբերվում։ Ես այդ ուժին աջակցում եմ։ Եկեղեցականը դուրս է եկել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նա դուրս չի եկել քաղաքական պայքարի Վեհապար Հայրապետի օրհնությամբ։ Բայց դրա անցալումը ուրիշ էր, պարոն Վանեցյան, որովհետև միջ այդ այդքան մարդ դուրս չէր գալիս, ինչքան դուրս եկավ մայիսի 9-ին անցած ձեր եթերում հիշեցնեմ, երբ որ Բագրատ Սրբազանի պայքարը Կիրանցից վերածվեց արդեն քաղաքական պայքարի, եկեղեցին որոշում կայացրեց Բագրատ Սրբազանին հեռացնել Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնից, նաև Վեհապար Հայրապետը կախակայեց Սրբազանի հոգևորական ծառայությունը։ Ինչ է դա նշանակում, որ Բագրատ Սրբազանը կախակայումից հետո չի կարող որևէ եկեղեցիական արարողություն իրականացնել։